Բարի երեկո սիրելի բարեկամներ, բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ։ Իմ այսօրվա հյուրը շատ հաճելի մի անձնավորություն, այսինքն բոլորը շատ կուրախանաք իրեն տեսնել իմ տաղավարում։ Ուրեմն Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի առաջատար դերասանուհի, բազմաթիվ հեռուստատեսային սերիալների գլխավոր դերակատար, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Անահիտ Քոչարյան։ Ողջույն Անահիտ ջան։ Ողջույն։ Ահա, բարև Անահիտ ջան։ Բարի տեսանք, հրաշալի, շնորհակալ եմ։ Չես պատկերացնի ինչքան ուրախ եմ ես, որ այսօր քեզ տեսնում եմ իմ տաղավարում։ Ու ընդհանրապես ես շատ շուտվանից էի ճիշտ ասած ուզում, ասում եմ երևի մի անգամ կգան, երևի հյուրախաղերով կամ բան, ուրեմն տես երազանքս կատարվեց։ Պիտի այսօր լիներ։ Ուրախ եմ, շատ ուրախ եմ, որ իմ տաղավարում ես։ Անահիտ ջան, մի փոքր քո մասին պատմիր։ Ծնվել եմ Լենինականում, ապրում եմ Գյումրիում, աշխատում եմ Գյումրի պետական դրամատիկական թատրոնում արդեն 50 տարի։ Մի ամբողջ կյանք։ Ունեմ մի աղջիկ, երկու աղջիկ, մի տղա։ Դե իրանց մասին մենք առանց ենք խոսենք։ Ծնվել ես, աշխատել ես ամբողջ կյանքը, մի տեղ ես աշխատել փաստորեն թատրոնում։ Այո, դուրս չեմ եկել թատրոնից երբեք, բայց 13 տարի համատեղությամբ աշխատել եմ նաև Մեհեր Մկրտչյան թատրոնում Երևանում։ Հա, արտիստական թատրոն։ Արտիստական թատրոն, այո։ Հրաշալի թատրոններ, ինձ միշտ հրավիրում էր ինքը ներկայացման պրեմիերային, հետո ներկայացմանը ինքն էր անձամբ զանգում, ասում էր Աշոտ շատ լավ ներկայացում, արի անպայման հացագործի կինը, հացթուխի կինը։ Հացթուխի կինը։ Արի, ու չէր ստացվում, անհարմար, պատկերացնես, ես հյուրախաղերի էի լինում եւ բան ու չէի ստացվում, ասում եմ, Մեհեր Մկրտչյանի նման մարդ հրավիրում է, ես վերջ արդեն ինքը երևել չկանչեց, մի աղջիկ էր զանգում, ասում էր այդ ներկայացումն է շաբաթ օրը կարող եք գալ, բան ու գնացի վերջին բայց։ Վերջին ներկայացումը Գյումրիում է խաղացել Մեհեր Մկրտչյանը հացթուխին կինը։ Վատ տարիներին երկրաշարժից հետո այդ մութ ու ցուրտ տարիներին բայց Ֆրունզիկը նագալու, Ֆրունզիկը պիտի խաղա։ Այդ ինչ արեց։ Բոլորը հագել են ամենալավ զգեստները, կանայք շպարված։ Մի տոն էր թատրոնում, եկել էին Ֆրունզին նայելու։ Բայց հետո ներկայացման վերջում, երբ որ ես հենց հանդիսատեսին էի հետևում, բոլորի այս արդեն մեյքափները դեմքերից լղոզված, լացած, հուզված։ Շատ լավ էր խաղում։ Տենց ես չեմ պատկերացնի մեկը, որ այդ դերը կխաղալը տենց թատերական կրթություն Երևանում, չէ՞։ Չեմ ստացել թատերական կրթություն, որովհետև մեր լուսահոգի տնօրենը Մարի Գրիգորևնան չուզեց, որ ես ինստիտուտում սովորեմ եւ պայմանավորվել էր Արտաշես Հովսեփյանի հետ, որը կուրս պիտի հավաքեր, որ ինձ չընդունեն։ Իմ գործերը ուղղակի չվերցնեն, չընդունեն։ Ուր են գործում, 4 տարի պետք է ուրեմն։ Բայց ես արդեն թատրոնում աշխատում էի եւ կարծում եմ շատ բան չեմ կորցրել, որովհետեւ այն 4 տարիները, որ պիտի սովորեի, ես թատրոնում արդեն խաղում էի եւ շատ էի խաղում եւ լավ դերեր էի խաղում։ Եվ ընկերություն էի անում Կարինե Քոչարյանի եւ Վովա Քոչարյանի հետ։ Վովան իմ ուսուցիչը դարձավ այդ տարիներին։ Առաջին ուսուցիչդ Վովան ա եղել։ Ամեն անգամ մի գիրք էր տալիս, սկզբում Ստանիսլավսկի, հետո ուրիշ գրականություն էր բերում, կերպարվեստից էր, ասում էր կարդակ խոսենք եւ ոնց որ թե ես այդ ամբողջ երկուսն իմ լավ ընկերներն են, նույն Քոչարյան, Վովան չկա ափսոս, ու Կարինեն մինչև հիմա մեր ընկերությունը մտերմությունը շարունակվում է։ Գիտեմ։ Կարինեի հետ մի կուրսում ենք եղել։ Գիտեմ։ Ուրեմն առաջի ուսուցիչը կարելի է համարել Վովային, հա, Քոչարյանը։ Չէ, ես ուզում եմ առաջի ուսուցիչը համարել Երվանդ Ղազանչյանին, որը ինձ վերցրեց թատրոնինքից թատերական ստուդիա եւ ճիշտ է, 2 տարին լրիվ չսովորեցի, որովհետև ուշ միացա իրենց, բայց իմ առաջին ուսուցիչը Երվանդ Ղազանչյանն է։
հրաշք մարդ, այդքան բարի, այդքան ազնիվ, այդքան արվեստի մարդ։ Մեր ահագին տարբերությունն է տարիքային, մենք ընկերներ էինք։ Գալիս էր մեր պատշգամբը շատ էր սիրում, նստում էինք իրար հետ մակարոն ու կոտլետ էր սիրում։ Այդ գարեջուր ու իրար հետ լավ անցկացնում էինք, ափսոս չկան։ Հիմա ես որ եկել եք Լոս Անջելես, ինչ ներկայացումով եք եկել։ Կրասնագորովի 3 գեղեցկուհիներ կոչվում էր պիեսը, բեմադրեց Նիկոլայ Ծատուրյանը, վերնագիրը փոխեց։ Հիմա խաղում ենք Սիրո քաստինգ ներկայացումը, կատակերգություն է, շատ հումորով, շատ թեթև, բայց նաև շատ շերտերով, որովհետև մենակության մասին է, կնոջ մենակության, ընկերության, կին տղամարդ հարաբերություններ, կնոջ վերաբերմունքը տղամարդուն ընդհանրապես, շատ շերտեր ունի եւ խաղացինք արդեն, հրաշալի ընդունվեց, շատ շնորհակալ եմ ես մեր հայրենագիցներից, լեփլեցուն տալիճով եւ շատ ջերմ ընդունվեց ներկայացումը։ Շատ լավ է, շատ ուրախ եմ, կարծեմ մի ներկայացում էլ կա, չէ՞։ Մի հատ պիտի խաղանք։ Այո, Մարկեսի երկնագույն շան աչքերը Կաք այդ ներկայացման մեջ, կա՞։ Ոչ, 2 երիտասարդ դերասաններ են։ Անայ ջան, հիմա էլի նկարվում ես սերիալներում։ Չեմ նկարվում, իհարկե առաջարկներ եղել են, բայց մորս խնամքն է ինձ վրա։ Չեմ կարող արդեն երկար բացակայել, որտեղ Գյումրիից Երևան գնալ գալ արդեն դժվար է եւ շատ հրաշալի մի ներկայացում դուք ունեք ձեր բանում, սրա ռեպերտուարում, հա։ Հրաշալի ներկայացում էր այդ հարսանիք թիկունքում, ես դա Երևանում տեսել եմ ու հրաշալի խաղում էին ու շատ լավ ներկայացում էր։ Հետո դա էկրանավորեց իմ եւ ձեր ընկերը Արշալույսը Հարությունյան։ Ոնց էր Արշալույսի հետ աշխատել, որտեղ ես էլ ֆիլմում եմ աշխատել իր հետ եւ ներկայացումը էլ համերգել է բեմադրել ինձ համար։ Արշալույսը թատրոն էր եկել դեռ երբ Խորեն Աբրամյանն էր ղեկավարում թատրոնը, Մաուգլին բեմադրեց եւ Արշալույսը մեր փոքրիկ Մաուգլին էր այն ժամանակ։ Այսքան եւ հրաշալի էր խաղում, հետո տարիներ անցան եւ Արշալույսը նորից մտավ Գյումրու թատրոն արդեն որպես ռեժիսոր, հրաշալի աշխատանք եղավ, շատ մեղմ, շատ կիրթ, շատ իր պրոֆեսիոնալ նաև իր գործը իմացող։ Աշխատում լավ աշխատում, սիրա այդ բազմիցս աշխատել եմ։ Ճիշտ են աշխատում, արդեն աշխատանքն էլ հեշտ է գնում։ Մենք որոշել ենք, որ իրար հետ դույով ենք խոսալու, հա դուք եմ ասում Անայ ջան, հիշում ես Համլետին Հովհաննիսյան, ռեժիսոր։ Մեզ մոտ բեմադրություններ արել է Համլետը։ Ինքը երբ ինստիտուտ է ընդունում, մարդ չկար, մարդ չունեի, որ այդ մի բան ասեր, ոնց եմ անելու, ինչ եմ անելու, ինքը եղավ իմ առաջի այդ ոնց որ ուսուցչի նման բանը։ Մի քանի հանդիպում ունեցանք իրար հետ, էտյուդ արեցի, բանաստեղծությունը բանը, ու եկա ընդունվեցի թատերական ինստիտուտ։ Եվ իր այդ շատ կապված էի, որ գալիս էր Լեննական, մեկ հետը գալիս էի։ Ունդեղ ես շատ լավ ծանոթներ ունեմ, ընկերներ ունեմ, Արտուշան Գյոդակյան, Աբելը, չէ, Աբելը, հետո Ժաննա Թոմասյան, այս դիմացի շենքում ապրում էր, Շիրատանը շատ հյուրասիրություններ եղել են Համլետի հետ բան։ Իսկ հիմա Սամվելը դե իմ ընկերն է, Նիկոնա իմ ընկերը, լավ ընկերներ ունեմ, դες կապը կա։ Ես Լեննական եմ միշտ ասում, չգիտեմ ինչի։ Ախր այս ժամանակ Լեննական էր։ Մենք խոսում ենք ոչ թե Լենինական, այլ Լեննական։ Լեն բառից է, լայն բառից։ Իսկ այս ներկայացման մեջ, բացի քեզանից էլ ովքեր էին խաղում։ Խաղում է մեր վաստակավոր դերասանուհի Սուսաննա Բաղդասարյանը եւ մի երիտասարդ դերասանուհի էլ ունենք, որ նաեւ տարիք է խաղում, բացի իր դերը, նաեւ տարիք է խաղում Դիանա Մացոյանը։ Երեկով ենք։ Անայ ջան, առաջի մասը ավարտվեց իմ հաղորդման, հիմա անցնենք գովազդի, որից հետո կշարունակեմ իմ զրույցը։ Սիրելի բարեկամներ, գովազդը է արդեն եթերում, որից հետո կշարունակեմ իմ զրույցը մի հրաշալի տիկնոջ հետ, մի շատ տաղանդավոր մարդու հետ, դերասանուհի, լավ դերասանուհի, իսկապես միշտ զբաղված ու պահանջված դերասանուհի Անահիտ Քոչարյանի հետ։ Գովազդը է արդեն եթերում, այսքան բան։
Բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս Անահիտ Քոչարյանի հետ։ Անահիտ ջան, հրավերներ բաներ կան հիմա, ներկայացում հրավիրան խաղաց կամ ֆիլմ կան չեն նորից նկարվելու կամ հյուրախաղերի կան հրավերներ։ Գեղարվեստական ֆիլմի հրավերներ չկան, եթե լինի, պիտի ամեն ինչ անեմ, որ կարողանամ նկարահանվել, իսկ հեռուստանովելներում առաջարկներ կան, ուղղակի ասեցի չեմ կարող հիմա մայրիկին մենակ թողնել երկար ժամանակով։ Դժվար է, ոնց կարելի է այդ իրար հետ։ Չէ, բարձր, Անահիտ, հետաքրքիր է, դպրոց ունես, դու աշակերտներ ունես, աշխատում ես ջայլների։ Հիմա չէ, չունեմ։ Դե պետք է ունենաս, քո իմացած փորձը, քո տեսած փորձը, անցկացրած փորձը, այն մարդկանց հետ, որից հետ շփվել ես, նրանցից ինչ-որ բաները բապտի փոխանցվի չէ սերունդերի, որ դա չկորի, պիտի գնա, չէ, շարունակվի։ Ուրիշ ճանապարհ կգտնենք փոխանցելու։ Իսկ այդ նոր ներկայացումը, որ մյուս ներկայացումը որ պիտի խաղան, ովքեր են զբաղված այդ ներկայացմանը։ Ինա Խոջամիրյանը եւ մեր երիտասարդ դերասան Արսեն Միքայելյանը։ Երկուսով են եւ մեր երիտասարդ ռեժիսոր Ռաֆայել Ասատրյանն է բեմադրել։ Հա, ինչ պիես էր։ Մարկես, հա։ Շատ հետաքրքիր, շատ ենթագիտակցության մեջ մտնող, այսպես թեմա է։ Լավ, ինչ շատ հետաքրքիր է, ինչ երեխաներ ունես, Անահիտ ջան։ Երկու աղջիկ մի տղա, աղջիկներս ամուսնացել են նահանգներում են ապրում, Նյու Յորքում են ապրում։ Երկուսն են։ Երկուսն էլ, այո, երկու քույրիկներով, երկու եղբայրների հետ ամուսնացան։ Ինչ հետաքրքիր է։ Տղաս Երևանի Թատերական ինստիտուտն է ավարտել կինոռեժիսուրայի բաժին, բայց չզբաղվեց իր մասնագիտությամբ, որովհետև նվիրվեց ամբողջովին երաժշտությանը, իրենց խմբին, Բամբիր խմբում է նվագում։ Բաս գիտար է նվագում, այո։ Բայց զգում էր, որ մեջը կա տենց ռեժիսորական բաներ։ Օրինակ իմ տղան լրիվ ուրիշ ճանապարհով գնաց, ես չուզեցի ճիշտ ասած, որ գնար իմ գծով։ Բայց հիմա էլ նենց մտահղացումներ ունեց, բաներ ունի, նա ինքն որ ինչ-որ բան բեմադրում են, ինքն է գալիս ինչ-որ բաներ ասում, ուզում ես որ ճիշտ ասում, մտածված ասում։ Հա, տղաս էլ կարող էր լինել լավ ռեժիսոր, մոնտաժներ անում հիմա, ինքը կլիպներ է նկարում, ձեռքով էլ է նկարում, շարժում այդ նկարները, շատ հետաքրքիր աշխատանքներ է անում, բայց ֆիլմ այդպես էլ չնկարեց։ Ափսոս։ Լավ։ Կա մի թեմա, որի մասին կուզենայիր խոսել, ես չառաջարկեցի, չտվեցի այդ հարցը։ Այնքան ուրախ հանդիպում է, որ իսկ թեմաները դժբախտաբար շատ ցավոտ են ու տխուր են, որի մասին չի ուզենա հիմա խոսել։ Չէ, տխրություններ հաղորդմանը տխրություն չի լինում։ Որպես էլ ունենում ենք տխրություն, հոգսեր, դարդեր, ցավեր, բայց դե այս հաղորդումը ուրախ հաղորդում է, ժողովուրդը ուրախ բաներ է սպասում այս հաղորդումից։ Մենք էլ պետք է միշտ տրամադրվենք ու լավ ապրենք, դեպի լավը գնանք։ Այս մեր այսօր մենք շատ տաղանդավոր երեխեք ունենք, երիտասարդություն ունենք, շատ լավ դերասանուհիներ, երգիչ, երգչուհիներ, նկարիչ, նկարչուհիներ։ Մեր այսօրվա այս երիտասարդության մասին չնայած բավականին փոխվել է թե ճաշակը, թե ձևը, թե ոճը, իրանք իրենց են ասում նոր խոսք են բերել, չնայած կան շատերը, որ հինը վերցնելով ավելի լավացնում, նորացնում ու ներկայացնում են հանդիսատեսին։ Այսօրվա մեր երիտասարդության մասին ես կուզեմ դու մի փոքր խոսես։ Իսկապես հրաշալի երիտասարդություն կա։ Շատ արագ է փոխվում կյանքը, սարսափելի արագացել է տեմպը, փորձում ես հասնել այդ տեմպի հետ համակայլ գնալ, ժամանակն էլ արագ գնում, այո, բայց և թատրոնում էլ ունենք հրաշալի երիտասարդներ, դե Գյումրիում կա մասնաճյուղը Թատերական ինստիտուտի, որը սնում է թատրոնին, անընդհատ թարմ դեմքեր, հետաքրքիր երիտասարդներ։ Շատ լավ, կան մեջները, տաղանդավոր երիտասարդներ կան։ Խաղում են, զբաղվում են, արդեն ներկայացումներում կան։ Խաղում են, ավելի շատ, քան միջին սերունդը կամ մեծ սերունդը։ Շատ երիտասարդացել է մեր թատրոնը։ Այդ շատ լավ է, պետք է ճանապարհ տալ, երիտասարդներին պետք է ճանապարհ տալ, ուղղել, սովորացնել, միշտ կողքներին լինել։ Շատ լավ է։
Եվ բարեբախտաբար շատ կիրթ երիտասարդներ են։ Ես մեկ-մեկ զարմանում եմ, որ ասում են այսօր երիտասարդությունը անդաստիարակ է, մեծին հարգել չգիտեն, ինչ որ ես դա չեմ տեսնում թատրոնում։ Համենայն դեպս նման երիտասարդների հետ չեմ շփվում եւ զարմանում եմ, որ նման կարծիք կա, բայց նաեւ գիտեմ, որ կա։ Չէ, հիմա նոր երիտասարդներ կան, ես բեմադրություններ են անում, նոր ոճով, բայց կոմես նույնիսկ հետաքրքիր բաներ են անում։ Պրպտում են, աշխատում են, ստեղծում են, շատ լավ է, որ մարդիկ զբաղված են ու զբաղվելու բան ունեն, այն մշակույթը մաքրում ու ֆիլտրում է մարդուն։ Այդքան բաներ կարդալով, այդքան լավ ներկայացումներ, լավ ֆիլմեր նայելով մարդ մաքրվում է, չէ՞, ինքներս մաքրվում է, հոգին բուժվում է, միտքը մաքրվում է։ Իսկ նոր բեմադրություն բան պատրաստում է թատրոնը։ Այս տարի լրանում է մեր թատրոնի 160-ամյակը։ Պատրաստվում ենք մեծ շուկով նշելու եւ բեմադրություն էլ պիտի լինի, առայժմ պրպտում են, ման են գալիս, տեսնենք։ Մի 2-3 տարբերակ կա, տեսնենք ինչի վրա կառնեն եւ զբաղված են լինելու։ 160-ամյակը։ Մի ժամանակ Խորեն Աբրահամյանը եկավ Լեննականի թատրոն, բեմադրություն արեց ու աշխատում էր թատրոնում։ Այդ ժամանակ դու թատրոնում էիր, չէ՞։ Այո, իհարկե։ Իր բեմադրության մեջ եղել ես։ Աշխատել ենք Խորեն Բաբկենչի հետ մի 3 երևի բեմադրություններում։ Դժբախտաբար երկրաշարժը 88-ին եղավ եւ Խորեն Բաբկենչը արդեն վերադարձավ Երևան։ Ախր հրաշք դերասաններ, հրաշք մարդեր, ես երջանիկ եմ, երջանիկ մարդկանցից եմ, որ շփվել եմ իրանց հետ, նույնիսկ մի ներկայացման մեջ իրար հետ են խաղացել, այդ հանրապետության նախագահը, որ ասում եմ, Վարդան Աճեմյանը բեմադրեց Զարզան Դարյանի պիեսներ, հանրապետության նախագահ։ Խորեն Աբրահամյանը խաղում էր Միաստիկյանի դերը, Ալեքսանդր Միաստիկյանը։ Ֆիլմում էլ է հրաշալի խաղում։ 21 թվին, երբ արդեն ուղարկում են իրան Հայաստան, առաջին, չէ՞, նախագահն էր ու գալիս է ու ահագին բաներ է փոխում Հայաստանին, կանչում են երեխաներին ուղարկում են որբերին արտասահման դրսերն են ուղարկում, գալիս կանգնացնում Ալեքսանդրապոլում, Լեննական կանգնացնում բոլորին երեխեքին հանում է բերում, շատ սիրուն, ես հիշում եմ այնտեղ ու ոնց է ապրել այդ մարդը, ճիրով շաքարել չունեց, չայ է խմել ու նվիրվել է իր ազգին ու ամեն ու ոնց էր խաղում, այդ ներկայացմաններ կային Բաբկեն Ներսիսյան, Ֆրունզիկ Մկրտչյան, Վերջալուս Միրիջանյանը, չէ՞։ Մի ամբողջ աստղաբույլ։ Մուրադ Կոստանյանը, Դոնարա Մկրտչյանը, Ժենյա Ավետիսյանը, բոլորը դերասանները բոլորը կային ու մենք որ թատերական ենք սովորում, Աչեմյանը մեր կուրսին բերել էր մասսայական տեսարաններում մենք ենք։ Այդ երեխեքն են, որ չի թողնում որ գնան, մնան իրանց ազգի հետ։ Ու մի գեղեցիկ էպիզոդ էր, ես էլ մեջը երգում էի, շատ հետաքրքիր ներկայացում էր, ոնց որ չեք պատկերացնի, ինքան հրաշալի էր բեմադրել, որ ու գալիս է Խորեն Աբրահամյանը, այս աշխարհն դասատուն էլ ասում է, տես սենց երեխեքին ուզում են տանել մեր ազգից, քշում էին, ուր էին տանում, ինչ բան, ու գալիս է ինքը որ ազատում է, սա ցույց է տալիս ուսուցիչը, նա ինչ երեխեք են, ափսոս չէ որ սրանք գնան ու մենք իրանցից զրկվենք։ Ասում աշոտ Շաքեն արտասանում էր, ես երգեցի բան ու իմ երգից սենց լսելով գալիս էր Խորեն Աբրահամյանը այն մեծ աչքերով սեղմում էր կրծքին ու այդ իր դողում էի ես էլ Խորեն Աբրահամյանին կպնել արդեն պատկերացնում ես շատ լավ էր շատ է դες որ մինչև հիմա հիշում եմ ինչ պահեր ինչ երջանիկ օրեր ենք մենք անցկացրել այդ մեծությունների հետ այո հիմա պետք է անպայման պետք է դրանցից սովորածը իմացածը փոխանցել մեր երիտասարդներին ցավում եմ շատ բայց մեր երկրորդ մասն էլ ավարտվեց Անահիտ ջան գովազդ դե գովազդ առանց գովազդի հեռուստատեսությունը որից հետո կշարունակենք մեր զրույցը Սիրելի բարեկամներ, գովազդ ARTN-ի եթերում, որից հետո կշարունակենք մեր զրույցը։ Գովազդ ARTN-ի եթերում։ Բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս։ Հրաշալի դերասանուհի, լավ մարդ, որի հետ կուզենայր մինչև առավոտ խոսել ու զրուցել։ Անահիտ Քոչարյանի հետ։ Անահիտ ջան, հիմա եկավ են պահը, որ մենք պետք է իրար պատմենք իրական պատմություններ ու անեկդոտներ։ Այդ երրորդ մասում միշտ նրանք են։
Երկու իրական պատմություն, ախր մեծությունների հետ, շատ մեծությունների հետ է շփվել։ Երկու բան պատմի էլի իրական պատմություններ։ Նախ մի պատմություն պատմեմ, որ եւ թատրոնի հետ կապ ունի եւ չունի։ Եթե հիշում ես, շատ էինք գնում գյուղեր խաղալու սովետական միության ժամանակ։ Այս հերթական մի ներկայացումից վերադառնում ենք, արդեն ժամը 11-ն է, 11:30 է, ավտոբուսով ամբողջ խումբը հետ է վերադառնում եւ մեր փողոցում սեփական տներ կային, մի վարորդ խմած էր, փակեց ավտոբուսի ճանապարհը, մեր վարորդը ղեկը թեքեց, խփեց սեփական տան պատին, պատը փլվեց, մտանք ներս, մտանք տուն։ Տանտերը իր միջին տարիքի մարդ էր, շապիկ վարտիկով, այսպես պարկած թևը գլխի տակ հեռուստացույց էր նայում։ Զարմանալի բան, շուրջ եկավ, չգոռաց, չվախեցավ, զարմացած նայում է ավտոբուսը մտելա տուն։ Շուռ եկավ, ասեց, չհասկացա, դուր չունեինք։ Սա գյումրեցու հումորի մասին եմ ուզում պատմել։ Այս մի պատմություն եղել է իմ հետ, ես բանակում եմ ծառայել։ Բանակից վերադարձա, մի շատ հումորով ընկեր ունեինք, Կոստանտին Օրբելյանի ջազ օրկեստրում, ինքը շեփորահարն է։ Իրար հետ քայլում ենք Երևանով, տեղ ենք գնում ինչ-որ ոտքով, գնում ենք, մեկ էլ ես բժշկականի դիմաց են անատոմիկումը կա մեր։ Դրա դիմացի մայթը մի տուն է, շենք, մի 4-5 հարկանի, ու տուֆից է սարքած այդ շենքը, բայց հին տուֆեր, բայց մի տեղ կար, որ սենց ոնց որ կարկատած լիներ, էլի լրիվ նոր թարմ տուֆով շարած էր։ Ասես չի ասենց։ Այդ խզված ձայնոն էր, դժվար է իր ձայնով երկար ասում։ Օնո, ախպեր, սենց է խոսվել։ Արա ասում մեկի տունը որ մի հատ կատու է մտնում օտար, զարմանում է։ Պատկերացնում ես տունը նստած թերթ ես կարդում դիվանին։ Մեկը շոր ես գալի, տեսնում ես կողքդ մի հատ գրուզավիկ, վարորդներ սենց քեզ է նայում, ու այդ վարորդը շփոթված ասում է, ախպեր ջան, պոլիտեխնիկի հանրակացարանները որտեղ են։ Այս մարդն ասում են Գարզիրոպի կողքով ցախ։ Այ ասում են անեկդոտները ոնց ա լինում, կյանքից վերցած բաներ, էլ ինչ կպատմես Անահիտ ջան։ Քրիստոնեությունն ընդունելու 1700-ամյակի կապակցությամբ Ալբերտ Մկրտչյանը մեզ մոտ բեմադրեց Հավատք պիեսը եւ նվիրված էր հենց այդ թեմային, ոնց է քրիստոնեությունը տարածվել Հայաստանում։ Ես խաղում էի 3 կույսեր կային, Հռիփսիմեն, Գայանեն, Շողակաթը, ես Հռիփսիմե էի խաղում եւ տեսարանն այնպես էր, որ պիտի մտնեինք հանդիսատեսի մեջ եւ մեր պատմությունները պատմեինք, թե ինչու ենք ընդունել քրիստոնեությունը։ Ինչու՞ դա քիչ։ Եվ ես իջնում եմ աստիճաններից, ներկայանում եմ, ասում եմ, ես Հռիփսիմեն եմ։ Իմ հայրը ծանր հիվանդ էր եւ այս պատմությունը պիտի շարունակվի։ Իջա աստիճաններից եւ հանդիսատեսին եմ դիմում, ասում եմ, ես Հռիփսիմեն եմ։ Հենց դիմացս նստած մի կին բարձրացավ, ասեց, ես էլ ու նստեց։ Հիմա ամբողջ դալիճը ծիծաղում է, այդ ծանոթանում է, ես էլ։ Եվ այդ օրը երկրորդ դեպքը եղավ, որ այդպես խոսելով պիտի գնամ եւ ասեմ, որ աշխարհի բժիշկները անօգնական եղան։ Դրա համար հավատքին է գնացել։ Կանգնեցի մի շարքի մոտ եւ իրենց ասում եմ աշխարհի բժիշկները անօգնական եղան։ Դալիճում աղմուկը սենց մեկ էլ մի ծիծաղ, ամբողջ դալիճը ծիծաղում է։ Հիմա մտածում եմ, բայց ես ինչ է այնպես չեմ ասել, ոնց որ ամեն ինչ նորմալ է գնում։ Պարզվում է, որ բժիշկներն առանց սահմանի, այդ կազմակերպության բժիշկները Գյումրիում ինչ-որ սիմպոզիում ունեն եւ այդ օրը բոլորը եկել են ներկայացման եւ նստած են հենց այդ շարքում։ Ես չգիտեմ եւ հենց իրենց եմ ասում, որ աշխարհի բժիշկները անօգնական եղան։ Դե գյումրեցիներն էլ հիմա սուր ամիջապես նկատում են, ծիծաղում են։ Եվ 2 օր առաջ մեր խաղացած ներկայացման մեջ մի շատ զավեշտալի բան եղավ։ Դիալոգ ունենք ես եւ Սուսաննան, ես ասում եմ, բայց աշխարհում կան տղամարդիկ, չէ, որոնց մենք կարող ենք երջանկացնել։
եւ ինքը պիտի ասի, հա կամ, բայց նրանց երջանկացնում են ուրիշ կանայք։ Սուսաննան վերցրեց եւ ասեց, իհարկե կան, բայց նրանց երջանկացնում են ուրիշ տղամարդիկ։ Շատ է սրա։ Եվ Դալիճը պայթեց ծիծաղից։ Եվ սխալվել էր եւ նաեւ ցավոք սրտի ինչ որտեղ ճիշտ էր։ Անահիտ ջան, ոնց կարող է Գյումրեցին լեննականցին գա ու անեկդոտ չունենա պատմելը։ Որ խնդրեմ, գիտեմ քո Անեկդոտներ ստեղծելու, պատմելու արքայի մոտ, ես ոնց հիմա անեկդոտ պատմեմ։ Շատ մեծ գնահատական է ինձ համար, մերսի շատ։ Շնորհակալ եմ։ Չէ, իհաց սիրուն անեկդոտ պատմեմ։ Անեկդոտ չի, իրական դեպք է, որը եւ անեկդոտ է։ Մենք Գյումրիում ունենք Հավասու եւ Ջիվանու արձանները, երկուսը միասին, գրկված, իրենց գործիքները ձեռքը, ավտոբուսով գնում ենք, Ջիվանին ու Հավասին չկան։ Մեկը նայեց ասեց, ծո, այս տղեկը ուր են։ Մյուսը եւ հենց այդ ժամանակ Եվրոտեսիլն է գնում։ Ասես տղեկը գնացել են Եվրատեսիլ։ Տեղում ծնվում է անեկդոտը։ Այսօր մենք իրար հետ էլ անեկդոտ ենք նկարվելու, որտեղ իմ բոլոր հյուրերի հետ ես միշտ մի անեկդոտ նկարանում եմ։ Ինձ մնում է հիմա շնորհակալություն հայտնել քեզ։ Ես եմ շնորհակալ, անչափ։ Շատ շնորհակալ եմ, որ եկար ու քո ներկայությամբ ավելի գեղեցկացրիր իմ տաղավարը եւ իմ հաղորդումը։ Մենք համագործակցում ենք Kenneth Village-ում ծաղկի սրահ խանութ կա, երաշալի խանութ, եւ երբ իմանում ինձ մոտ գալիս են կանայք կամ աղջիկներ, իրենք իրանց կողմից, մենք էլ իհարկե գալիս են եւ նվիրում են մեծ մի բան, որպեսզի հանձնենք մեր այդ օրվա հյուրին։ Երբ իմացա, որ այսօր դու ես իմ հյուրը, շատ ուրախացավ, ասաց, որ ես իրան շատ եմ սիրում ու իր ձեռքով պատրաստած, ահա այս գեղեցիկ, այս համեստ սարքեփունջ ուզում եմ նվիրել քեզ ու շնորհակալություն հայտնել ու նորանոր հաջողություններ, նոր ներկայացումներ, մամային առողջություն, կարողանաս գնաս նկարվել գազ։ Այսքան բան։ Շնորհակալություն։ Շատ շնորհակալ եմ։ Այս համեստ սարքեփունջը այս Ծաղկեփունջ ուզում եմ հասնել։ Շատ գեղեցիկ փունջ է։ Հովանավորի մեր ընկերոջ եւ մեր կողմից։ Շնորհակալ եմ շատ։ Սիրելի բարեկամներ, հա ավարտվեց եւս մեկ հաղորդում, շատ հաճելի մի հաղորդում։ Իմ հյուրն էր հրաշալի դերասանուհի Անահիտ Քոչարյանը։ Այժմ անցնեմ մեր հաղորդման ավարտական խոսքերին։ Ասում եմ, օգնիր, բայց թույլ մի տուր օգտագործեն քեզ։ Սիրիր, բայց թույլ մի տուր, որ չարաշահեն քո սերը։ Այսքանը սիրելի բարեկամներ, մինչ նոր հանդիպում, բարի գիշեր ձեզ։ Այո, լսում եմ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ձեզ մանկապարտեզից են անհանգստացնում։ Ահա։ Ես ձեզ շնորհավորում եմ։ Ձեր երեխայի հերթը արդեն հասել է եւ երկուշաբթի դուք կարող եք արդեն իրեն բերել մանկապարտեզ։ Շատ շնորհակալ եմ, սիրելի մանկապարտեզ, բայց երեխան շաբաթ օրը բանակ է գնում։